Տեսել եք հաստատ «Մի վախեցիր» ֆիլմը։ 1990-ականների սկիզբ երևանյան եւ արցախյան բարդ եւ հակասական իրողություններ։ Մի կողմում ազատագրական պայքարն է, մյուսում անձնական շահը։ Այս ֆիլմի ստեղծման մտահղացումը Ալեքսան Հարությունյանինն է։ Նա է նախաձեռնել այս ամբողջ աշխատանքը, ես գործուն մասնակցություն ունեցել ֆիլմի սցենարի ստեղծման եւ ընդհանրապես ամբողջ նկարանման ընթացքում։ 2006 թվական։ Եվ ահա Ալեքսանը առաջարկեց մեզ ինձ ընկեր գնելին, որպեսզի պատմություն պատմենք ընդամենը 3 մասին։ Ինչ էր, ինչպես էր պատերազմը։ Պատմություն այն մարդկանց մասին, որոնք չեն վախենում կորցնել պաշտպանելով իրենց պատիվը, գաղափարները, հարազատներին ու սեփականությունը։ Սովորաբար գրքերն են հիմք դառնում ֆիլմերի համար։ Այս դեպքում հակառակն է։ Կինոնովելի պրեմիերայից 20 տարի հետո է հրատարակվել «Մի վախեցիր» վիպակը։ Կինոյի հեղինակներն ու գլխավոր հերոսին Արման Արամյանին մարմնավորած Խորեն Լևոնյանը նորից են հավաքվել իրենց ընկերոջ կինոնովելի սցենարի համահեղինակ Գնել Նալբանդյանի գրքի շնորհանդեսին։ Վիպակը ֆիլմի վերարտադրությունն է, կամ ասենք սցենարի վերարտադրությունն է գեղարվեստական լուծումներով, որովհետև սցենարում միայն տեխնիկական նկարագրություններ են եւ դիալոգներ, բայց վիպակում պետք է նաև պատմությունը եւ կերպարները նկարագրվեն ըստ իրենց եւ ոչ այն առանձնահատկությունների եւ ըստ գործողության թելադրանքի։ Հեղինակն անկեղծանում է, վիպակի հերոսներն ու հակահերոսները հաճախ ունեն իրական նախատիպեր, դրվագները վավերագրական հիմք։ Ես դրանից առաջ պաշտպանության նախարարությունում էի աշխատում 90-ականների առաջին կեսին, Արամ Շաբազյանը նույնպես մարտի դաշտում է եղել, այնպես որ մեզ համար անհասկանալի չէին պատերազմական իրողությունները եւ յուրաքանչյուրը պատմում էր իր կյանքից ինչ-որ մի դրվագ եւ մենք դա որոշում ենք ներառել սցենարում, որը հետագայում փոխանցվեց վիպակի մեջ։ Հեղինակները հորդորում են չկարծել, թե գիրքը հետաքրքիր չի լինի ֆիլմը տեսած մարդկանց։ Գրքում ներկայացված որոշ դրվագներ ֆիլմում չկան։ Բացի դա, ընթերցանությունը թույլ է տալիս ամեն մեկին իր երևակայական կինոն ստեղծել։ Ընթերցանության ժամանակ ինքդ ես ստեղծում քո ներքին կինոն, ինքդ ես տեսնում եւ ավելի գուցե սա էլ իր կարևոր տեղն ունի։ Շատ կուզենայի, որ շատերը ընթերցեին, մանավանդ շատ կուզենայի երիտասարդները ընթերցեին եւ քաղեին այն, ինչ մնայուն է, ինչ էական է, ինչն այսօր էլ առկա է մեր կյանքում։ Լիլիթ Խալաթյան, Հայկ Ավանեսյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։